Զրուցում ենք Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ։ Տիկին Ալավերդյան, այսօր իմացանք, որ 2 ամսով կալանավորվել է մեր ձևով ժողովրդական շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը։ Կադրերից պարզ երևում է, որ Ռուբեն Մխիթարյանը փորձել է թույլ չտալ, որ բախում լինի եւ ձեռքերը վեր պարզած է եղել։ Այսինքն ստացվում է, որ Ռուբեն Մխիթարյանը կալանավորվել է ձեռքերը պարզելու համար։ Դրան զուգահեռ Հայաստանում իրական հանցագործները ազատության մեջ են։ Առհասարակ ինչ է կատարվում, ինչի հետ գործ ունենք։ Եթե շատ պարզ լեզվով խոսենք, ապա դա ցանկացած ակտիվության կանխումն է եւ պատժելը միջև անգամ, որովհետեւ Հայաստանում ցավոք սրտի նախնական կալանքը օգտագործվում է որպես պատժի միջոց, որովհետեւ բոլորին հայտնի է, որ Ռուբեն Մխիթարյանը որևէ վտանգ սոցիումի համար չի ներկայացնում։ Այսինքն դա բաց է բաց քաղաքական հետապնդումներին բոլոր այլախոսների քաղաքական կոշտ հետապնդում է։ Եվ ես հիշեցնեմ, որ դրա ֆոնի վրա ինչ-որ բաներ են անում, նորմեր են ընդունում տաքսի վարորդների բաներներ են, 1.5 տարի անեն եւ այլն, դա այն ամենակոպիտ, ես կասեի, որ մութ տեխնոլոգիաներն են նախապես պատրաստվելու ընտրություններին 26 թվականի, որովհետեւ ինչպես մենք հասկանում ենք, բավականին մեծ պարտավորություններ դեռ չեն կատարված եւ այս իշխանությունների սրտով է լինի դա այդ միջանցքը, լինի դա ճանապարհ, անունը ինչ ուզում եք դրեք, արդեն պլանավորել է ժամկետ է դրել Իլհամ Ալիևը 98 թվական, չեմ կարծում, որ դա արել է միայն դա միասնական Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների կամ նրանց պետությունների ղեկավարների մեզ մոտ կառավարության ղեկավարի պայմանավորվածությունն է, այսինքն նրանք լի են վճռականությամբ վերընտրվեն եւս 26 թվականին եւ դրա համար ուղղակի հնձում են այն դաշտը, որը ինչ որ ձևով արտահայտում է իր անհամաձայնությունը այս իշխանությունների բաց թուրք-ադրբեջանական ցեղասպանությունը սպասարկելու քաղաքականություն։ Այսինքն ստացվում է, որ 26 թվականի ընտրություններին պատրաստվելիս այս իշխանությունը պատրաստ է լինելու ամեն մի կոշտ ու բիրտ քայլի, եթե իրենց հանգարեն։ Պատրաստ է լինելու, պատրաստ է, եւ դա իրականացնում է խայտարակ միջոցներով եւ ձևերով, այսինքն ամենտեղ թմկահարելով, որ արդեն խաղաղություն է, ինքը փաստորեն վերում է ամենակոշտ բռնությունների իր իսկ ժողովրդի դեմ, այսինքն ըստ երևույթին դա մի ուրիշ պատրաստվածություն է, եթե ոչ քաղաքացիական պատերազմի, ապա քաղաքացիական կոշտ հարկադրությանը։